Անդրադառնամ Փարաքարում կատարված իրադարձությանը եւ դեպքերին։ Առաջին հերթին ես ուզում եմ հստակ եւս մեկ անգամ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ նախարարության կառուցվածքում գործող պետական մարմինների համար տարբերություն չկա գործ ունենք ընդդիմադիր գործչի հետ, թե գործ ունենք իշխանական գործչի հետ։ Սա շատ հստակ է։ Եվ ես առաջին պահից եղել եմ Փարաքար համայնքում, Վաղարշապատի ոստիկանության բաժնում, որպեսզի process-ը կազմակերպվի այնպես, որ մենք շատ արագ ունենանք դեպքի ամբողջական բացահայտումը։ Ըստ այդմ process-ները կազմակերպվել են։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարին, դեպքի մոտիվը ըստ էության, այս պայծրությամբ առկա նաև նախաքննական տվյալների, առկա ցուցմունքների, փորձարարության, համադրության, տեղի է ունեցել փետրվարին տեղի ունեցած իրադարձության որպես շարունակություն։ Սա հստակ ֆիքսված է եւ գործընկերս պարոն Պողոսյանը եւս հաշվի առնելով այն, որ նախաքննությունը իրականացնում է իր կառույցը, հանդես է եկել ավելի մանրամասն տեղեկատվության այս հանցագործության մասով։ Բայց ես ուզում եմ նորից շեշտել, որ ինչքան էլ մենք հանրային տիրույթում անընդհատ ասենք, որ Փարաքար համայնքում տեղի ունեցած իրադարձությունը քաղաքական մոտիվ ունի, քաղաքական իշխանությունն է կազմակերպել, սրանք բոլորը խոսակցություններ են եւ այս խոսակցությունները դառնում են ոչ փաստահեն այն պայմաններում, երբ որ մենք քրեական վարույթով ունենք անցնող հստակ ապացույցներ, որով որ հիմնավորվում է մոտիվը կոնկրետ կատարված հանցագործության եւ դա եղել է այո, որպես փետրվարյան իրադարձության շարունակականություն։ Փետրվարին տեղի ունեցած իրադարձության շրջանակներում ոստիկանության կողմից կայուն պահակակետեր են սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք որպես ռիսկային են գնահատվել ոստիկանության ծառայության կազմակերպման տեսանկյունից եւ մի քանի ամիս շարունակ ոստիկանական կայուն հենակետեր են, այսպես ասեմ, կազմակերպվել տեղում, բայց կհամաձայնեք, որ մենք չենք կարող յուրաքանչյուր տան մոտ կանգնացնել մի ոստիկան եւ տարիներ շարունակ այդ ոստիկանին պահպանել այնտեղ։ Բնականաբար կա օպերատիվ աշխատանք, եղել են նաև այլ process-ներ եւ ազդակ, որ այսպիսի բան է կազմակերպվել, թե տեղի համայնքային ոստիկանության բաժնում եւ թե տեղի քրեական ոստիկանության ստորաբաժանումում չեն ստացվել։ Հիմա իմ արձագանքը այդ իրադարձություններին։ Ես, երբ որ կիսամյակը ամփոփում էի Արմավիրի մարզում, Արմավիրի մարզի ոստիկանության աշխատանքը, եթե թվային պատկերով նայեք, ընդհանուր առմամբ, հատկապես քրեական ոստիկանության ասպեկտով, բացահայտվողականության ավելի բարձր տեմպեր ունեինք, աճ ունեինք, վրա հասած հանցագործությունների մեղադրյալ ներգրավված անձանց ցուցանիշի մասով եւս Արմավիրի մարզը բավական լավ դիրքերում է գտնվել հանրապետական մակարդակով, բայց քանի որ ես իմ գործելավոճում շատ թափանցիկ եմ, դուք նկատած կլինեք, եթե չեք նկատել, կարող եք հետևել, որ Արմավիրի մարզի կիսամյակային ամփոփումների շրջանակներում ես հատուկ ուշադրություն եմ դարձրել նրան, որ Արմավիրի մարզում միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ խնդրահարույց եւ ոստիկանական աշխատանքը պիտի շատ ավելի ինտենսիվ լինի այս տեսանկյունից եւ հատուկ քննարկվել է նաեւ փետրվարյան իրադարձությունը կոնկրետ օրինակով, որպեսզի ծառայողները կարողանան շարունակել ինտենսիվ իրենց աշխատանքները։ Եվ քանի որ դրանից հետո էլ կիսամյակի ամփոփման արդյունքում Վաղարշապատի ոստիկանության բաժնի պետի աշխատանքը գոհացուցիչ չի եղել, Վաղարշապատի ոստիկանության բաժնի պետը իմ հրամանով ազատվել է զբաղեցված պաշտոնից։ Բարեկային ծառայության գումարտակի հրամանատարի աշխատանքը կրկին չի գնահատվել բավարար, բարեկային ծառայության գումարտակի հրամանատարը իմ հրամանով ազատվել է պաշտոնից։ Եվ հաշվի առնելով ընդհանուր առմամբ քրեական ոստիկանության բացահայտվողականության դրական տենդենսը, քրեական ոստիկանության մարզային վարչության պետին տրվել է խիստ հանձնարարական շարունակելու միջանձնային հարաբերությունների մասով կատարվող աշխատանքը։ Եվ մենք ունեցել ենք արդեն այս իրադարձությունը, որին հաջորդել է մարզային վարչության պետի ազատումը կրկին իմ հրամանով։ Այսինքն այստեղ եթե նկատեք դեպքերի տրամաբանական հաջորդականությունը եւ իմ վերած փաստական ոչ խոսակցությունները, փաստական հիմնավորումները կնկատեք, որ դեպքից առաջ գրեթե բոլոր ստորաբաժանման ղեկավարները Արմավիրի մարզում փոխվել են։ Իսկ ոստիկանությունը ունի 3 հիմնական ստորաբաժանում՝ համայնքային ոստիկանություն, Վաղարշապատի բաժին, որը ծածկում է նաև Փարաքար համայնքը, բարեկային ծառայություն, որը ծածկում է ամբողջ մարզը, եւ քրեական ոստիկանություն, որի պետը նաև ազատվել է համապատասխան պաշտոնից արդեն այս իրադարձություններով պայմանավորված։ Բնականաբար մենք շարունակում ենք օպերատիվ աշխատանքը այս հանցագործության առումով, հիմնական կատարողը, տեսեք դուք նորից ասում եք, հայտարարվեց, որ
հիմնական կատարողը կա։ Հիմնական կատարողը Տիկին Գրիգորյան, հարգելի գործընկերներ, բացահայտվել է, անձը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, ընդ որում դա տեղի ունեցել նաև այն ժամանակահատվածում, երբ որ ես գտնվել եմ Վաղաշապատի ոստիկանության բաժնում, վստահվել եմ, որ process-ը կազմակերպված է եղել պատշաճ, ղեկավարել եմ օպերատիվ խումբը հանցավորության բացահայտմամբ զբաղվող եւ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ օպերատիվ աշխատանքի կազմակերպումը։ Կլինեն այլ տվյալներ, դրանք եւս կհանրայնացվեն, բայց հանրայնացվում է այն, ինչ որ փաստահեն է, ինչ որ ապացուցված է, իսկ մենք քրեական դատավարությունում այլ կերպ խոսել դեպքերի մասին չենք կարող։